Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, ես Արամ Չախոյանն եմ եւ դուք դիտում եք ով է ուզում դառնալ միլիոնատեր հեռուստախաղը։ Այսօրվա մեր խաղի մասնակցի մենք բացահայտել ենք դեռ անցյալ շաբաթվա ընտրական փուլում, որտեղ նա միակն էր, ով տվեց ճիշտ պատասխան։ Եվ այսօր մասնակցի աթոռը կզբաղեցնի Մեսրոպ Աբազյանը, Վանաձորից, դիմավորենք։ Ինչ Մեսրոպ, մենք արդեն հասցրել ենք ծանոթանալ անցյալ շաբաթվա խաղի վերջում, այնուամենայնիվ հիշեցնենք մեր հեռուստադիտողներին, որ զբոսաշրջային բիզնեսի ոլորտից եք, եւ մենք հասցրեցինք նաեւ պարզել, որ դուք բավականին ուժեղ եք հանրահաշվի, էլ որ ասպարեզներն եք համարում ձեր ուժեղ կողմերը։ Ընդհանուր մաթեմատիկական ուղղությամբ հետաքրքրություններ ունեմ, սիրում եմ փիլիսոփայություն, շախմատ եմ շատ սիրում խաղալ, ինտելեկտուալ խաղեր։ Ինչ ինտելեկտուալ խաղեր եք նախընտրում։ Ավելի շատ սիրում եմ հենց այս խաղը, որին մասնակցում եմ, որտեղ քեզնից ակնկալվում է կենտրոնանալ եւ ինքնուրույն կողմնորոշվել տվյալ առաջադրանքը իրականացնելու համար։ Ում եք այսօր այստեղ։ Հարազատ քրոջս Սիրուշի հետ եմ այսօր եկել։ Ողջունենք Սիրուշին։ Մեսրոպ, մենք ցանկանում ենք ձեզ հաջող խաղ, ուղղակի հիշեցնենք խաղի կանոնները։ Ով է ուզում դառնալ միլիոնատերը բաղկացած է 15 հարցերից, յուրաքանչյուր հարց ունի պատասխանների 4 տարբերակ, որոնցից ճիշտն է միայն մեկը։ Եվ խաղի ընթացքում կա երկու անձեռնմխելի գումար։ 5-րդ հարցի դեպքում 25000 դրամ, 10-րդ հարցը կբերի ձեզ 700,000 դրամ եւ իհարկե գլխավոր մրցանակն է 10 միլիոն դրամ։ Խաղի ընթացքում դուք կարող եք օգտագործել 3 օգնության հնարավորություն։ Մենք առաջարկում ենք մեր մասնակիցներին 4 տարբերակ օգնության եւ հիմա ճիշտ ժամանակն է ընտրություն կատարել, որ օգնության հնարավորություններից դուք ցանկանայիք օգտվել խաղի ընթացքում։ Հիշեցնեմ, որ 4 հնարավորությունները հետեւյալն են՝ 50-50, երբ համակարգիչը կերասնի 2 սխալ պատասխանները, զանգ ընկերոջը, որտեղ 30 վայրկյան կունենաք, որպեսզի զանգի միջոցով ձեզ համար միգուցե օգնություն ստանալ ընկերոջից, դալիճում գտնվող ընկերոջ օգնությունը տվյալ դեպքում խոսում ենք ձեր քույր Սիրուշի մասին, եւ նաեւ կարող եք փոխել հարցը։ Ձեր ընտրությունը։ Շնորհակալություն այս հնարավորության համար։ Ես կհրաժարվեմ զանգ ընկերոջ տարբերակից, թող լինի մյուս 3 տարբերակները։ Շատ լավ։ Դե ժամանակն է սկսել խաղը։ Հաջողություն եմ ցանկանում ձեզ ճանապարհին դեպի 10 միլիոն դրամը։ Հարց առաջին, որի արժեքն է 5000 դրամ եւ մենք խաղում ենք ով է ուզում դառնալ միլիոնատեր Մեսրոպ Աբազյանի հետ Վանաձորից։ Առաջին հարց 1912 թվականին Տիտանիկի խորտակման պատճառ դարձավ ինչը։ Սովետական սուզանավը, այսբերգը, վարկերի տոկոսները, դառը իրականությունը։ Վերջին 2 տարբերակները կարող են փոխկապակցված լինել։ Կառաջարկեմ անտեսել այդ 2 տարբերակները, կընտրեմ տարբերակ B այսբերգին։ Այսբերգը, եւ դա ճիշտ պատասխան է, ինչ խոսք, այս ողբերգական դեպքի մասին գիտեն գրեթե բոլորը։ Հաջորդ հարցը, հարց երկրորդ, արժեքն է 7500 դրամ։ Մինչև 1869 թվականը, ըստ ֆուտբոլային կանոնների, գոլ խփելուց հետո թիմերը պարտավոր էին փոխանակել տարբերակներ A. Դարպասները, B. Խաղակոշիկները, G. Խաղընկերներին, D. Վարտիք շապիկները։ Հետաքրքիր հարցեր։ Կարծում եմ տարբերակ A դարպասները։ Իսկ խաղակոշիկները Կարծում եմ այստեղ կառաջանար առնվազն չափսերի խնդիրը համապատասխանության։ Սիրում եք ֆուտբոլ։ Շատ։
որ թիմին եք երկրպագում չհաշված մեր ազգային հավաքականը։ Հավաքականների առումով նկատի ունեք թե ակումբային ֆուտբոլը։ Ակումբային իհարկե։ Ակումբայինում սիրում եմ Ռեալ Մադրիդ եւ Բարսելոնա ֆուտբոլային ակումբները։ Իսպանական ֆուտբոլի սիրահար եք այդպես։ Այսինքն չկա այն ներքին հակամարտությունը կամ Բարսայի երկրպագու կամ Ռեալի։ Ինձ մոտ Սովորաբար այդպես տարանջատված են, չէ, երկու բանակի ֆուտբոլասերները։ Ես դրա համար շեշտեցի, որ ինձ մոտ երկու թիմերը ներդաշնակ Դուք լավ ֆուտբոլի սիրահար եք, ես ճիշտ եմ։ Գեղեցիկ խաղի արվեստի առումով Շատ լավ, վերադառնանք հարցին։ Կրկնում եմ հարցը մինչև 1869 թվականը ըստ ֆուտբոլային կանոնների գոլ խփելուց հետո թիմերը պարտավոր էին փոխանակել դարպասները, խաղակոշիկները, խաղընկերներին, վարտիք շապիկները։ Եվ ձեր պատասխանն է։ Եթե տարբերակ D միայն երկրորդ կեսը լիներ, կարելի էր դիտարկել, բայց տարբերակ A դարպասները։ Դարպասները։ Տարբերակ A։ Ընդունում եմ։ Այո, եւ դա ճիշտ պատասխան է, այդպես էլ կա, դարպասներով էին փոխանակվում։ Շարժվենք առաջ հարցի երրորդ արժեքն է 10000 դրամ։ Հայտնի հեքիաթում Տորտիլան Բուրատինոյին նվիրեց Ապարանջան, ոսկե բանալի, Բուրկինա Ֆասոյի դրոշը, Մադոննայի սրտներկը։ Հետաքրքիր կդիտվեր շրտներկը փայտի վրա, կարծում եմ տարբերակ B ոսկե բանալին։ Այսինքն դու գիտեք ով է Տորտիլան։ Ով էր Տորտիլան։ Պեսրոպ, հիշում եք հեքիաթը։ Տորտիլայի կերպարը անձամբ չեմ հիշում, ուղղակի Բուրատինոյի հետ կապված հիշում եմ ոսկե բանալի, որ պետք է լիներ։ Բնականաբար Բուրկինա Ֆասոյի դրոշը եւ Մադոննայի շրտներկը բացառում ենք։ Տորտիլան ծեր իմաստուն կրյա էր։ Եվ այո, հայտնի հեքիաթում հերոսին, Բուրատինոյին, նա նվիրեց ձեր վերջնական պատասխանը։ Ոսկե բանալի։ Տարբերակ B ոսկե բանալի ընդունում եմ։ Եվ այդպես էլ կա։ Տոլստոյի հայտնի հեքիաթում հենց կար այդպիսի դրվագ։ Ինչև է շարժում ենք առաջ, հարց 4-րդ 15000 դրամ արժե այս հարցի ճիշտ պատասխանը։ Այդ տեսակի օձը թունավորների շարքից է շարաչող, բառաչող, մկացող, չափված ձևված։ Կարծում եմ տարբերակ G-ն եթե լիներ, շատ թույն ազդեցություն չեր ունենա, հակազդեցություն կունենար նաև հակառակ իմաստով, ես կընտրեմ չի բացառում, որ այդ տեսակի օձ նաև չափված ձևված կլինի, բայց տարբերակ A շառաչող։ Բայց դու գնահատում եք մեր հարց կազմող խմբագիրների հումորը։ Շատ։ Ձեր վերջնական պատասխանը Տարբերակ A շառաչող։ Տարբերակ A շառաչող ընդունում եմ։ Իմիջիալոց ասեմ, վերջերս բացահայտեցի, որ կոբրա տեսակի թունավոր օձերը կարող են նաև բարձր ձայներ արձակել։ Գրմռոց հիշեցնող Տարբերակ B կամ G-ն հիշեցնող, թե այլ ձայներ։ Ձեր պատասխանը A։ Շառաչող։ Ճիշտ է, ճիշտ, այո, ճիշտ է։ 15000 դրամը ձերն է։ Մենք հասանք առաջին անձեռն մխելի գումարին, հարց 5-րդ արժեքն է 25000 դրամ։ Եվ հարց այսպիսին է, Հայաստանի Հանրապետության օրենքն ունի այդ անվանումը։ Հայոց ոստան, իմ Հայաստան, մեր Հայաստան, մեր հայրենիք։ Բոլորը իհարկե Հայաստանի եւ հայրենիքի հետ կապված անվանումներ են, ես կընտրեմ տարբերակ D։ Մեր հայրենիք ազատ անկախ։ Չեք ուզում դիտարկել մնացած տարբերակները։ Կարելի է դիտարկել, ինչու ոչ, բայց մեկը վերջում գալու ենք տարբերակ D-ին։ Ձեր պատասխանն է տարբերակ D մեր հայրենիք։ Ընդունում եմ։ Եվ դա ճիշտ պատասխան է, այո։ Միքայել Նալբանդյանի խոսքերով Վարսեղ Կանաչյանի երաժշտությամբ։ Դե ինչ շնորհավորում ենք։ Շնորհակալություն։ Առաջին շեմա
հաղթարեցինք միասին։ Առաջին խորը շունչը Կարող եք շունչ քաշել։ Իսկ լինելով զբոսաշրջության ոլորտում ճամփորդել եք դեռ ոչ, դեռ տեսականորեն եմ ուսումնասիրում աշխարհը, հետագայում որպեսզի ունեք նախընտրած երկիր, որտեղ կուզենայիք լինել առաջին հերթին։ Իսպանիա եւ Բրազիլիա կապված ֆուտբոլի հետ, կապված ֆուտբոլի հետ։ Հիմնականում, այո։ Շարժվում ենք առաջ, հարց 6-րդ արժեքն է 50,000 դրամ, որ կենցաղային սարքի գաղափարն է ծնվել ինքնաթիռներին հետևող ռադարային համակարգի մոտ դրված շոկոլադի հալչելուց։ Տարբերակներ A. Հեղուկ բյուրեղային էկրան B. Օթորակիչ G. Միկրոալիքային վառարան D. Շոկոլադի ցայտաղբյուր Միանգամից կարող ենք տարբերակ դեն բացառել Ան նույնպես Բեն նույնպես և կմնա տարբերակը միկրոալիքային վառարանը Կարծում եմ կապված է ինչ-որ արձակվող ալիքների ազդեցությամբ շոկոլադի հալվելու հետ և կարծում եմ գաղափարը կարող էր այդտեղից գալ Չեք կարծում, որ օրինակ օթորակիչ է, եթե տաքն է փչում։ Հարցը նրանում է, որ օթորակիչը կարող է երկու իմաստով լինել, տաք փչելու եւ սառը, այդպես միանշանակ չէր լինում։ Բաց տեղ ամեն դեպքում մնում է։ Միկրոալիքանի դեպքում հիմնական խնդիրը տաքացնելն է։ Հեղուկ բյուրեղային էկրանը Չեմ կարող հիմնավոր բացատրություն տալ, բայց միկրոալիքային վառարանը ի վերջո։ Դե միկրոալիքային վառարանը այն տարբերակն է, որը ես ցանկանում եմ ընտրել։ Այսօր գիտեք, ինչ սկզբունքով է օրինակ աշխատում միկրոալիքային վառարանը։ Միկրոալիքների։ Ինչ է դա նշանակում։ Ֆիզիկական տեսանկյունից բարդ կլինի բացատրել ինձ համար, բայց պտտվող մակերեսը կարողանում են տաքացնել։ Իսկ ինչ սկզբունքով են աշխատում ռադարները նույնպես կարծում եմ պտտվելու այդ հատկությունը ունեն։ Այո, նրանք նույնպես բարձր հաճախականության ալիքներ են արձակում եւ դոպլերի էֆեկտի շնորհիվ կարողանում են բարեբախտաբար ինքնաթիռներին չեն հալեցնում։ Արադարձած ազդանշանով բացահայտել օբյեկտի գտնվելու վայրը։ Չեք գտնում նմանություն։ Այո, հենց դրա համար հակված եմ տարբերակ G-ին։ Տարբերակ G միկրոալիքային վառարան։ Դա ձեր վերջնական պատասխանն է։ Այո։ Միկրոալիքային վառարան։ Ընդունում եմ։ Ուրեմն այսպես, ինժեներ, ում հրավիրել էին վերանորոգել ռադարները, դե աշխանալով, որ երկար է աշխատելու, իր հետ բերել էր շոկոլադե սալիկ, բայելով գրպան։ Երբ եկել էր ժամանակը եւ նա պետք է ուղղակի ընդմիջմանը օգտագործել են ուտել, ձեռքը տանում է գրպան եւ տեսնում է հալչել է սալիկը։ Եվ այդտեղից մտքի է ընկնում, որ նման ալիքները կարող են եւ տաքացնել։ Ճիշտ պատասխանը միկրոալիքայի վառարանը։ Հասանք 7-րդ հարցին, արժեքը 100,000 դրամ։ Լավ եք գնում, Մեսրոպ։ Շնորհակալ եմ։ Հարցը հետևյալն է, 1970 թվականին էկրան բարձրացած Անապատի սպիտակարև ֆիլմի ժանրն է։ Տարբերակներ A. Remake B. Thriller G. Noir D. Eastern Սիրում եք կինո։ Սիրում եմ, բայց այս ֆիլմը ինձ ծանոթ չէր։
Կարող որոշակի ենթադրություններ անել, օրինակ տարբերակը ավելի բնորոշ կլինի 21-րդ դարին, եւ եթե ֆիլմը հենց կապ ունի վերնագրի հետ, անապատի սպիտակ արև, B տարբերակը կարելի է նույնպես բացառել, առանց դել անապատում կյանքը շատ դժվար է, որ մնաց մարդիկ կազմակերպված ինչ-որ հանցագործություններ, այդպես հետաքրքիր սցենար չեմ կարծում եմ այդպես։ Միգուցե թրիլեր։ Չէ, թրիլերը ես հակված չեմ։ Մեսրոպ դուք ունեք 3 օգնություն։ Այո։ Եվ վստահ ասել եք 7-րդ հարցի։ Իստեր։ Արևմտյան։ Նուար։ Նուարը ինձ ծանոթ չի։ Իստերնը ավելի բառացի այդ թարգմանությունը հուշում ենք արևմտյան երկրների արևմտյան կողմի վերաբերող ֆիլմեր կարող են լինել։ Այսը թակված եմ G տարբերակին։ Նուար։ Այո։ Ինձ ծանոթ չի նուար տերմինը, բայց մյուս 3-ը բացառելով գալիս եմ այդ կետին։ Մեսրոպ, ես զգում եմ դուք տատանվում եք մի քանի տարբերակներում։ 4 տարբերակներում եմ տատանվում։ Այո, բայց իքը նույնիսկ չեք էլ կարող որևիցե մեկը բացառել։ Սովորաբար նման դեպքերում մենք առաջարկում ենք օգտվել օգնության հնարավորությունից։ Եկեք հարցը փոխենք։ Փոխենք հարցը։ Այսինքն հիմա ես ունեմ 2 տարբերակ, հարցը փոխել եւ տարբերակ գնուար։ Երկուսի մեջ եմ տատանվում։ Դրանք հավասարազոր բաներ չեն, իհարկե։ Գիտեմ, բայց այսպեսին է իրավիճակը։ Բայց քանի չունեք հստակ պատկերացում, թե որն է ճիշտ պատասխանը, խելամիտ է փոխել հարցը։ Փոխենք։ Փոխենք։ Խնդրում եմ համակարգչին փոխել հարցը։ Հիմա արդեն, երբ ձեր պատասխանը ոչինչ չի փոխելու, այնուամենայնիվ կհարցնեմ նորից, որ տարբերակն է ձեզ համար թվում ճիշտը։ Հիմա արդեն նույն տարբերակը կարելի ասել ավելի վստահ։ Նուարը։ Տարբերակ G նուար։ Դե տեսեք, նուար սև է նշանակում ֆրանսերենից թարգմանած։ Հիմնականում այդպես շատ բարդ, հաճախ արունարբուզ զարգացումներով ֆիլմեր են լինում նուար, մռայլ սյուժեներով եւ նաեւ ընդհանուր տեսարաններով, ոչ լուսավոր եւ պոզիտիվ։ Թրիլերը գիտեք լարված սյուժետային զարգացումներն են, ռիմեյքը դրանք հայտնի պատմության վերանայում են լինում հաճախ, իսկ իստերն բառը ձեզ պիտի որ ինչ-որ բան հուշեր, գիտեք ինչ է վեստերնը։ Այս վեստերնի հետ է շփոթել։ Կովբոյներ, չէ, այսպես կոլտերով, չէ, այսպես թմբուկավոր ատրճանակներով զինված մարդիկ եւ այլն, դրանք վեստերն են։ Իսկ այն ինչը կարող է լինել նման սյուժեով, այսինքն մարտաֆիլմ, որի զարգացումները արևելքում են, իստերն, որտեղ վեստ, իստ, կարծում եմ պատասխանը ակնհայտ էր, բայց դուք արդեն փոխել եք հարցը եւ 100,000-անոց հարցը նոր այսպիսին է։ Ամեն դեպքում ճիշտ պատասխանն էր D, Eastern։ Նուարը պարտության էր ձեզ տանում։ Մեսրոպ, փոխում ենք հարցը, բայց արժեքը նույնն է 100,000 դրամ։ Սնդիկի լատիներեն անվանումն է հիդրարգիրում, ինչը բառացի թարգմանվում է տարբերակ A, թեթև մետաղ, տարբերակ B, ջրի կարծատ, տարբերակ G, փայլուն քար, տարբերակ D, ժելաջան գազ։ Շատ հետաքրքիր հարցեր, ցանկալի կլիներ, որ այս հարցը լիներ փոխարին այդ սկզբից։ Դե այդ տրամաբանությամբ ցանկացած հարց, որի պատասխանը դուք չգիտեք, ենթակա է փոխվելու, բայց այդպիսի հնարավորությունը միայն մեկն է, ափսոս։
Դե ունենք այն ինչ ունենք, իսկ այս դեպքում մենք ունենք հիդրաջուր եւ արկ, արծաթ արմատներով կազմված բառ եւ եթե բառացի թարգմանության մասին է խոսքը, ջրի կարծաթ։ Տարբերակ B։ Սնդիկի լատիներեն անվանումն է հիդրարգիրում։ Այո, այդպես ավելի ճիշտ է շեշտադրությունը։ Ձեր պատասխանն է Ջրի կարծաթ։ տարբերակ B ջրի կարծաթ։ Ընդունում եմ։ Այո, այդպես էլ կա, դա ճիշտ պատասխան է 100,000-ը ձեր։ Ամենևին էլ թեթև մետաղ չէ, ասեմ ձեզ, ինքիքը, կարծում եմ։ Լավ խաղ ունենք։ Եվ հարց 8-րդ 250,000 դրամ։ Շեքսպիրի Համլետ ողբերգության գլխավոր հերոսի մոր անունն էր։ Ես ձեր ժպիտից զգում եմ, որ կարծես լավ ծանոթ եք Շեքսպիրի ստեղծագործություններին։ Չէ, ես Ունեք սկսել եմ տարբերակներ։ Շեքսպիր կարդալ վերջերս, բայց սկսել եմ Ռոմեո եւ Ջուլիետից, Չեք հասել դեռ Համլետին։ Համլետին չեմ հասել։ Համլետից էր պետք սկսել։ Համաձայն։ Տարբերակներն են Օֆելիա, Գերտրուդ, Կլաուդիա, Լիդիա, դուք ունեք երկու օգնության հնարավորություն։ Լավ ֆիլմը չեք դիտել։ Եթե չեմ սխալվում, Իվերջո Մել Գիբսոնն է խաղում։ Ես պատկերացնում եմ, որ ամենևս տարբեր ժամանակներում Հայաստանի գրեթե բոլոր դրամատիկ թատրոններում ամենայն դեպս հաստատ բեմադրվել է Համլետը։ Համաձայն եմ, իմ կողմից դա բաց թողում է։ Մեծ բաց թողում։ Այսինքն ծանոթ եք միայն Ռոմեո եւ Համլետի հետ Ջուլիետի։ կապված ավելի շատ տպավորված է նրա միայնակ լինելը, մենախոսության կտորը նկատի ունեմ։ Յորիկ։ Լինել թե չլինելի հատվածը, որ կա այդպիսի կտոր։ Համլետը որ թագավորության ներկայացիչ էր, հիշում եք։ Ոչ։ Լավ, որ թագավորության Չգիտեմ, արքայազն էր, այսպես ասեմ։ Ով եկել էր վրեժխնդիր լինելու ի վերջո Ումից։ արարքների համար չարագործության դիմաց։ Դե եկել է ժամանակը ճիշտ պատասխան տալու, հուսով եմ ճիշտ պատասխան, կամ օգտվելու հուշելու երկու հնարավորությունից կամ օգնության հնարավորություններից, դրանք մնացածներն են 50-50-ը, համակարգիչը կհեռացնի երկու սխալ պատասխանը եւ զգալիորեն կհեշտացնի ձեր գործը եւ նաեւ կարող եք դիմել Սիրուշին։ Միգուցե Սիրուշը ավելի լավ գիտի Շեքսպիրի ստեղծագործությունները, կամ նաեւ կարող եք ուղղակի հրաժարվել վերջնական պատասխան տալուց եւ վերցնել գումարը։ Լիդիա։ Ինչ է հուշում ձեզ ինտուիցիան, ներքին ձայնը, չի փսփսում ինչ-որ բան այնտեղ ներսում։ Օֆելիա, Գերտրուդ, Կլաուդիա, Լիդիա։ Հասական է ամեն ինչ, Գերտրուդ, Լիդիա։ Համլետ։ Եթե փորձում եմ հասկանալ, եթե Շեքսպիրը բրիտանացի գրող է, բրիտանական արմատներ անուններ են, բայց մյուս կողմից Ռոմեոն եւ Ջուլիետան եթե իտալացիներ էին, Գիտեք, այստեղ դրամաբանությունը կարող է ես ուղղակի որպեսզի սխալ ուղղությամբ չգնա ձեր միտքը, ասեմ, որ Շեքսպիրը անպայման չէ, որ Բրիտանիայի մշակույթի հետ առնչվող կամ պատմության կամ իրադարձությունների շուրջ է հյուսել իր սյուժեները, այսպես ասեմ։
Հա, Վենետիկի մասին պատմություն, նաև գիտեք Ռոմեո եւ Ջուլիետի զարգացումների վայրը, Մակբեթը, իսկ Համլետը իմիջիալոց Դանիայի արքայազն էր։ Ես ավելի շատ հակված էի Լիդիա տարբերակին, բայց կարծում եմ Դանիայի հետ կապ կարող է ավելի շատ ունենալ Կլաուդիան։ Ինչ որ պատասխան կամ տարբերակ բացառում եք, ես ուզում եմ օգնել ձեզ, որպեսզի ընտրություն կատարեք, որ օգնության հնարավորությունն է հիմա առավել էֆեկտիվ եւ պիտանի ձեր խաղում։ Եթե կրճատեք տարբերակների թիվը, որի շուրջ մտածում եք, այնպես չի, որ հստակ երկու բացառված չէ, ես կարծում եմ եկեք քույրիկի օգնությանը դիմենք առայժմ։ Դիմում եք Սիրուշի օգնությանը։ Այո։ Եվ այսպես հարգելի հեռուստադիտողներ, մեր մասնակից Պետրո Բաբազյանը դիմում է դալիճում գտնվող ընկերոջ, տվյալ դեպքում իր քույր Սիրուշի օգնությանը։ Սիրուշ, կրկին ողջունում ենք ձեզ։ Ողջույն։ Հուսով եմ մի տարբերություն Մեսրոպի, դուք ավելի լավ գիտեք Շեքսպիրի գրական ժառանգությունը։ Ցավոք ոչ։ Այս դեպքում մտածում էի Կլաուդիա տարբերակը, բայց ցավոք վստահ չեմ։ Կարելի է օրինակ մենք դարձյալ ենթադրությունների դաշտում ենք գործում։ Չկա հստակ պատկերացում, թե որն է ճիշտը առաջարկված 4 տարբերակներից։ Դե դարձյալ մենք ընտրության առաջ ենք կանգնած։ Վերցնել գումարը։ Բոլոր անուններն էլ Հա, օգտվել վերջին 50-50 օգնությունից։ Եկեք օգտվենք նաև Կամ փորձել ռիսկի գնալ եւ ունենալ 25%-անոց շանս, որ դուք ի վերջո պատահական կընտրեք ճիշտը։ Դա եկեք 50-50-ից էլ օգտվենք։ 50-50-ից էլ օգտվենք։ Կամքը ձերն է, խնդրում ենք համակարգչին հեռացնել երկու սխալ պատասխանները։ Տարբերակը Օֆելիա, տարբերակ B Գերտրուդ։ Գերտրուդ։ Ես հենց որ ուզում էի հակվել մի տարբերակի, մյուս կողմից Գերտրուդի տարբերակը Հոգեբանորեն օգնեց փորձում կանչեր, հա։ Ես կարծում եմ Գերտրուդ։ Դա վերջնական պատասխանը։ Այո։ Տարբերակ B Գերտրուդ։ Ճիշտ է։ Այո։ Ընդունում եմ։ Շեքսպիրի Համլետ ողբերգության գլխավոր հերոսի մոր անունը Օֆելիա չէր, Գերտրուդը ճիշտ պատասխան է։ Դե ինչ, շատ մեծ դժվարությամբ բոլոր օգնության հնարավորությունները սպառած։ Դե բոլոր կամուրները այրել ենք, այդ դարձի ճանապարհ չկա, միայն առաջ։ Ես կասեի տեղ-տեղ վիրավորված նույնիսկ։ Այո, մենք հասանք 9-րդ հարցին, որի արժեքն է 450,000 դրամ։ Եվ հարցը այսպիսին է։ Արկտիկայում լայնորեն տարածված բույսի տեսակ կա, որի լատիներեն անվանումն է Cassiope tetragona։ Սովորաբար այն անվանում են Cassiope։ Շարունակեք։ Քարանիստ, քարանկյունաձև, բազմանիստ,
Երանկյունաձև։ Մի անգամից բացառենք Կասիոպե տետրագոնա։ G եւ D տարբերակները։ G եւ D Այո։ ինչու բազմանիստ եւ քառանկյունաձև։ Արմատը տետրա 4 նշանակություն ունեցող բառն է, դրա համար պետք է դիտարկենք A եւ B տարբերակները, մնում է հասկանալ բառի երկրորդ հատվածը, ինչպես Ընդհանրապես ասում եմ, բնության մեջ ուղիղ գծեր չկա։ Բնությունը չի սիրում ուղիղ գծեր սովորաբար։ Իսկ մենք խոսում ենք լայնորեն տարածված բույսի տեսակի մասին, բայց ինչպես տեսնում եք բոլոր առաջարկված տարբերակներում էլ մենք երկրաչափական ձևեր ենք տեսնում։ Քառանիստ դժվար լինի քառանկյունաձև, որտեվ թե բույսի անվանումն է պետք է ձևի հետ կապ լինի, դա ավելի կարծում եմ տրամաբանական է։ Քառանկյունաձև։ Կարծում եք, որ ճիշտ պատասխանն է տարբերակ B քառանկյունաձևը։ Եթե ճիշտ եմ հիշում, նիստը այդրն է, իսկ գոնը պետք է որ անկյունների հետ կապ ունենա։ Տարբերակ B քառանկյունաձև։ Տեսեք, Մեսրոպ, մեծ դժվարությամբ եկաք հասակ 9-րդ հարցին, որտեղ ձեզ սպասում է 450,000 դրամ։ Մենք նույնիսկ չենք էլ հասել երկրորդ անձեռնմխելի գումարին։ Եվ ես հուսով եմ, Հենց որ հիմա համարեք, որ դուք ունեք գրպանում 250,000 դրամ։ Իհարկե պայմանական գրպան։ Եթե սխալ եք պատասխանում, վերադառնում եք Վանաձոր 25,000 դրամով։ Եթե հիմա հրաժարվում եք, կունենաք 250,000 դրամ։ Կամ գնում եք ռիսկի եւ այնուամենայնիվ գրեթե կրկնապատկում եք։ 1-0-ի տարբերություն է 25,000 եւ 250,000 Գիտեք, հաճախ 0-ն շատ բան է փոխում։ Նույնիսկ 1։ Ես կցանկանայի թվերը դիմացի հատվածից փոխվեն, ես կպնդեմ տարբերակ B քառանկյունաձև։ Տարբերակ B քառանկյունաձև։ Այո։ Ոչ բազմանիստ, ոչ քառանիստ, ոչ երանկյունաձև։ Այո։ Կասիոպեն կարող ենք բացառել, նա որևիցե երբ խաղի մեջ չի մասնակցում, մենք նույնիսկ նշել ենք։ Տետրագոնա։ Եկեք վերլուծենք։ Տետրա 4 բնականաբար քառ արմատը պետք է լինի եւ գոն անկյունների, օրինակ պենտագոն, հնգաթև, հնգանկյուն, չէ՞, անկյունների հետ է կապված, ոչ թե նիստերի։ Տարբերակ B։ Տարբերակ B։ Ես էլ եմ մտածում ինչպես վարվեմ։ Ես ունեմ սահմանափակ հնարավորություններ խաղի տարբեր փուլերում ինչ-որ փոքրիկ նշաններով օգնության ձեռք մեկնել մեր մասնակիցներին եւ եկել է ժամանակը հասկանալ հիմա այդ ժամանակն է թե ոչ եւ կա արդյոք դրա կարիքը առհասարակ։ Ի վերջո ինտրիգ պահելը մեր հերոստախաղի ինչ-որ մի մասն է կազմում Մեսրոպ։ Սիրում եմ ինտրիգներ։ Մի փոքր ավելի դժվար է, որ անձամբ քեզ հետ է կապված, բայց դա էլ իր հետաքրքրություն ունի։ Իմ պատասխանը նույնն է մնում։ Եվ այսպես
Արկտիկայում լայնորեն տարածված բույսի տեսակ կա, որի լատիներեն անվանումն է Cassiope tetragona, սովորաբար այն անվանում են Cassiope, ձեր պատասխանը, Պեսրոպ, Տարբերակ B քառանկյունաձև։ համոզված եք, Այո։ ընդունեմ որպես վերջնական պատասխան, հաշվարկել եք բոլոր ռիսկերը, Առապատիկ ավելի վստահ եմ, քան հարցի սկզբում։ ես համոզեցի ձեզ, որ դուք ճիշտ ընտրություն եք արել, Ես համոզեցի ինձ։ ընդունում եմ տարբերակ B քառանկյունաձև։ Լատիներեն տետրա արմատը նշանակում է 4, դուք ճիշտ եք, և ճիշտ եք մտածում, որ տետրագոնա, այսինքն պենտագոն է համեմատեցիք, բայց խոսքը չի գնում ձևի մասին, այլ նիստերի, ճիշտ պատասխանն էր A քառանիստ։ Ես ամեն ինչ արեցի, որպեսզի դուք ճիշտ կողմնորոշվեք, բայց ավաղ, Հասկացա։ սա ընդամենը խաղ է։ Մի հուսահատվեք, Մեսրոպ, կարծում եմ ձեր կյանքում դեռ ամեն ինչ առջևում է։ Հուսով ենք։ Կարևորը դուք սիրում եք այս խաղը, իսկ մենք սիրեցիք ձեր խաղը, շնորհակալություն, որ այստեղ եք։ Եկել է ով է ուզում դառնալ միլիոնատեր հեռուստախաղի հերթական ընտրական փուլի ժամանակը։ 6 հավաքնորդներ եւ եւս 1 հնարավորություն բացահայտել մեր հաջորդ մասնակցին։ Դրա համար պետք է հնչած հարցի տարբերակները դասավորել ճիշտ հերթականությամբ, հնարավորինս արագ։ Եվ այսպես, այս ընտրական փուլի մասնակիցներն են Էրիկ Մարգարյան, Վայք, Կարեն Կարապետյան, Երևան, Հայկ Մինասյան, Երևան, Մարի Բադալյան, Կապան, Ելենա Վաթյան, Երևան, Գուրգեն Մեջլումյան, Երևան։ Եվ այսպես արգելի մասնակիցներ, հարցը հետևյալն է, դասավորեք մարդու մարմնի մասերը վերևից ներքև։ Իրան, ճակատ, ծունկ, ոտնաթաթ։ Ճիշտ պատասխանն էր հետևյալ հերթականությունը։ Ճակատ, Իրան, ծունկ, ոտնաթաթ։ Ճիշտ են պատասխանել 4 մասնակիցներ եւ բոլորից արագ մեր ընտրական փուլի առաջադրանքը լուծեց Էրիկ Մարգարյանը Վայքից։ Հրավիրում ենք խաղի։ Բարի գալուստ, ով է ուզում դառնալ միլիոնատեր հեռուստախաղ, Էրիկ, շնորհավորում ենք, դուք արդեն անցաք նախընտրական փուլը եւ մենք կարող ենք միասին սկսել խաղը։ Եկեք ծանոթանանք, պատմեք մի փոքր ձեր մասին։ Ես Էրիկ Մարգարյանն եմ, ծնունդով Վայք քաղաքից։ Ներկայումս աշխատում եմ որպես բժիշկ սեռախտաբան Միքայելյան համալսարանական հիվանդանոցում։ Թերևս համառոտ այսքան է երևի։ Շատ լավ։ Պահանջված մասնագիտություն ունեք հավանաբար բոլոր ժամանակներում, Էրիկ։ Բավական։ Ինչ եք սիրում։ Կինո, թատրոն, կարդալ, ֆուտբոլ։ Ֆուտբոլի երկրպագու եմ ու հետաքրքրված եմ, կարելի ասել գրեթե բոլոր սպորտաձևերով։ Սպորտի երկրպագու։ Բայց ֆուտբոլը առաջին տեղում է։ Երևի։ Իսկ որն է երկրորդ, սովորաբար եւ ոչ ոք չի ասում երկրորդ, սնուկեր։ Այո։ Դա բիլիարդի տարատեսակ է, շատ հետաքրքիր զարգացումներով։ Իսկ խաղում եք։ Սնուկեր չէ, բայց ռուսական բիլիարդ այո։ Ստացվում է։ Ոչինչ։ Շատ լավ։ Ես համոզված եմ, որ գիտեք խաղի կանոնները, ուր եկել եք խաղալու, բայց այնուամենայնիվ նոր բացահայտող հեռուստադիտողների համար հիշեցնենք, որ մեր խաղը բաղկացած է 15 հարցերից։ Յուրաքանչյուր հարց ունի 4 պատասխան, որոնցից ճիշտն է միայն մեկը։
Կա երկու անձեռնմխելի գումար 5-րդը 25000 դրամ, 10-րդը 700,000 դրամ եւ գլխավոր մրցանակ 10 միլիոն դրամ։ Խաղի ընթացքում դուք կարող եք օգտվել օգնության 3 հնարավորություններից։ Մենք կառաջարկենք 4-ը։ Դա 50-50-ն է, երբ համակարգչին կխնդրենք հեռացնել 2 ավելորդ, այսինքն սխալ պատասխանները։ Զանգ ընկերոջը, այդ դեպքում դուք կարող եք մի անձնավորության զանգահարել եւ 30 վայրկյանի ընթացքում սպասել նրանից օգնություն։ Կարող եք օգտվել օգնությունից ձեր ընկերոջից, ով գտնվում է այստեղ։ Իմիջիալոց, ով է այսօր ձեզ այստեղ օգնելու։ Իմ մանկության ընկերը Տիգրանը։ Ողջունենք Տիգրանին։ Եվ կա նաեւ 4-րդ օգնության հնարավորությունը, դուք կարող եք փոխել հարցը։ Ժամանակն ընտրություն կատարել, որ 3 օգնության հնարավորություններից եք օգտվելու։ Եկեք հրաժարվենք զանգ ընկերոջից։ Այսինքն 50-50, այստեղ գտնվող ընկերոջ օգնությունը եւ հարցը փոխելու հնարավորությունը։ Շատ լավ։ Ինչ խաղի կանոնները գիտենք, մնում է հաջողություն ցանկանալ ձեզ։ Ակաց։ Եվ մենք խաղում ենք ով է ուզում դառնալ միլիոնատեր Էրիկ Մարգարյանի հետ Վայքից։ Հարց առաջին արժեքն է 5000 դրամ։ Ինչի վաճառքից է համալրվում Լիխտենշտայնի բյուջեի մի հատվածը։ Պետական գաղտնիքների, նամականիշների, խմելի սունելի, թփով տոլմայի։ Տարբերակ B նամականիշների։ Նամականիշների Բացառելով մնացած տարբերակները։ Այո, այդպես էլ կա, տարբերակ B նամականիշների իհարկե։ Ես վստահ եմ մի տեսակ լարվեցիք, երբ լսեցիք հարցը, չընդհանրելով, որ պատասխաններն են ինքն իրենով հուշելու ճիշտը։ Հաջորդ հարցի արժեքն է 7500 դրամ։ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի ծովերից է A. Դաշտենցի, B. Նովենցի, G. Բարենցի, D. Չարենցի։ Մնացած 3 տարբերակները մեր մեծերին են վերաբերվում եւ իհարկե G Բարենցի։ Ընդունում եմ, տարբերակ G. Բարենցի ճիշտ է, 7500-ը ձեր։ Հարց 3, արժեքն է 10000 դրամ։ Դանթեի աստվածային կատակերգությունում ինչի դարպասին էր գրված. ով մտնողներ, թողեք ձեր հույսը համայն։ Տարբերակներ A. Վիզա կենտրոնի, B. Բանկի, G. Գաղութի, D. Դժոխքի։ Աստվածային կատակերգությունում 3, այսինքն դժոխքի, դրախտի եւ խավարանի մասին է խոսվում, այս դեպքում դժոխքի։ D. Դժոխքի։ Տարբերակ D. Ճիշտ պատասխան է դժոխքի։ Հարց 4, որի արժեքն է 15000 դրամ։ Ըստ դարձվածքի մեկի ծրագրածը խաթարել նույնն է, թե ինչը խառնել։ Վարկային պատմությունը, բանկային քարտերը, խաղաքարտերը, բորշչը։ Խաղաքարտերը, տարբերակ G։ Սիրում եք բորշչ։ Իհարկե։ Ես էլ։ Եվ այսպես ձեր պատասխանն է G խաղաքարտերը խառնել։ տարբերակ G խաղաքարտերը։ Ընդունում եմ։ Այո, դաստվածքի մեկի ծրագրերը խաթարել նշանակում է խառնել նրա խաղաքարտերը, դա ճիշտ պատասխան է։ Հասանք առաջին անձեռնմխելի գումարին, հարցի 5-րդ, արժեքն է 25000 դրամ։ Հանելուկ, կգցես գետնին, բայց գետնից պոչից քաշելով չես բարձրացնի։ Տարբերակներ, կատվին, կարիճին, թելի կծիկը, ցախավելը։ Ծանոթ է այս հանելուկը, Էրիկ։
Բացարձակ։ Եկեք Ցախավելը տրամաբանենք։ բացառանք։ Օրինակ համարձակվեք կարիճի պոչից բռնել եւ բարձրացնել։ Չենք համարձակվի խայթելու պատճառով, բայց ինչի պետք է կարիճը գցենք գետնին, ինչի պիտի կարիճը մեր մոտ լինի։ Կատվին Ավելի հակված եմ թելի կատուները գծիկը։ չեն սիրում, երբ նրանց բարձրացնում են պոչից։ Ինչպես նաեւ եւ կարիճները, հավանաբար, Հակված եմ G տարբերակին։ G տարբերակի թելի գծիկը։ Այո։ Իսկ ինչու։ Ինչու ոչ ցախավելը։ Ցախավելը կբարձրացնես, չեմ կարծում, չես բարձրացնի։ Ձեր վերջնական պատասխանը Թելի գծիկը։ տարբերակ G թելի գծիկը։ Ընդունում եմ։ Այո, կարծում եմ ցախավելը կբարձրացնեք, կարիճին նույնիսկ պետք չէ փորձել։ Կատվի դուրը դա չի գալիս, իսկ թելի գծիկը բարձրացնել չի ստացվի, որովհետև այն կբացվի եւ թելը կմնա ձեր գումը։ Շնորհավորում եմ։ 25000-ը ձերն է եւ առաջին շեմ ախտարեցիք ավելի թեթև կխաղաք։ Համենայն դեպս կարելի ասել դատարկած ձեռն բոլոր դեպքերում այստեղից չէ կերանա։ Ինչ ծրագրեր ունենք ընդհանրապես այս սպառվեց ժամանակը, այս ազդանշանը հենց դա է խորհրդանշում։ Երիկ, բայց մենք դեռ շարունակելու ենք խաղը։ Արջևում դեռ 10 հարց եւ վերջում ձեզ սպասում է 10 միլիոն դրամ։ Հուսանք։ Բայց դա արդեն հաջորդ շաբաթ։ Մենք հասանք 5-րդ հարցին եւ անցանք առաջին անձեռն մխելի գումարի շեմը մեր մասնակից Երիկ Մարկարյանի հետ Վայքից եւ դեռ ունենք պատրաստած առնվազն 10 հարց եւ ճանապարհ դեպի գլխավոր մրցանակ 10 միլիոն դրամը, որը կշարունակենք արդեն հաջորդ հանդիպմանը։ Ես Արամ Չախոյանն եմ եւ դուք դիտում եք ով է ուզում դառնալ միլիոնատեր հեռուստախաղը, կհանդիպենք մյուս շաբաթ։ Ցտեսություն։